Ողջույն հարգելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլ YouTube-յան ալիքի ֆուտգոլ հաղորդաշարը եւ մենք այսօր կրկին անդրադառնալու ենք բոլոր այն նորություններին, որոնք մեր ուշադրությանն են արժանի եւ բնականաբար նաեւ հայ ֆուտբոլասերներին են հետաքրքրում։ Բնականաբար ըստ ավանդույթի կսկսենք հայկական նորություններից, հայկական ֆուտբոլին վերաբերող նորություններից ու կփորձենք տեսնել թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Առաջի ու գլխավոր նորությունը, որը որ մենք վերջերս իմացանք ու որի պատասխանը մեզ շատ էր հետաքրքրում, թե ով է լինելու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Ֆուտբոլի ֆեդերացիան վերջերս հանդես եկավ հայտարարությամբ եւ պաշտոնապես ներկայացրեց գլխավոր մարզչին։ Հոլանդացի Ջոն վան Սխիպն է։ Այո, մի փոքր դժվար արտասանվող ազգանվամբ մասնագետը զբաղեցնելու է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով, այսինքն եւս 1 տարի երկարաձգման հնարավորությամբ, ինչը կախված կլինի բնականաբար նրա ցույց տված արդյունքներից։ Նախ սկսենք նրանից, որ ինֆորմացիան նրա մասին այդքան էլ շատ չէ ֆուտբոլային միջավայրում, բայց մենք գիտենք, որ նա մարզել է Հունաստանի հավաքականը, բազում ակումբներ, որոնց ցանկում են Այաքսը, ավստրալական Մելբուրնը, Զվոլեն ու այսպիսի մի քանի ակումբներ, բայց որպես այդպիսին մեծ հաջողություններ Սխիպը չի ունեցել որպես մարզիչ։ Նա ավելի շատ համակարգող կերպար է եւ ավելի շատ սպորտային տնօրենի գործառույթներն են նրան բնորոշ, որովհետեւ հենց նույն Այաքսում նա վերջին շրջանում զբաղեցրել է հենց այդ պաշտոնը։ Հավաքականի հետ, ինչպես արդեն նշեցի, նա ունի փորձ աշխատելու Հունաստանի հավաքականի հետ, բայց այնտեղ ցուցանիշները այդքան էլ տպավորիչ չեն, այդ իսկ պատճառով կարելի ասել հարցական մարզիչ մենք ունենք։ Ու մի փոքր կարելի ասել հարցական էր նաեւ թե ինչպես ֆուտբոլի ֆեդերացիան հանգեց հենց Վան Սխիպի տարբերակին։ Շրջանառվում էին այլ անուններ, Ռաուլի անուններ շրջանառվում։ Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները նշում էին, որ նրանք ուզում են հրավիրել ավելի անվանի ֆուտբոլային կերպարի, որը որ իր հեղինակությամբ նաև որոշակի level up կանի մեր հավաքականին։ Կարծում եմ այստեղ ոնց որ չհամընկան նրանց խոսքերը գործի հետ, ինչպես վերջին շրջանում է տեղի ունենում ֆուտբոլի ֆեդերացիայի գործելավոճում, բայց ամեն դեպքում հուսով ենք, որ մենք կունենանք ոչ թե տապալում, այլ հաջողություն եւ Ջոն վան Սխիպը կբերի այն բաղձալի հաղթարշավները, որ մենք ակնկալում ենք Հայաստանի ազգային հավաքականից։ Այն, որ նա հոլանդացի մասնագետ է եւ հոլանդական ֆուտբոլի գեղեցիկ տեմպով արագ ֆուտբոլի կողմնակից է, դա արդեն իսկ լավ է։ Ինչպես ասում են, պետք չէ շատ հապճեպ եզրահանգումների գալ եւ պետք է սպասել որոշակի արդյունքների։ Նույնիսկ Վրաստանի հավաքականի հետ դիմակայությունները կարծում եմ ընդհանրապես չափանիշ չենք կարող վերցնել, որովհետեւ ընդամենը 20 օր ժամանակ նա ունի, որովհետև մարտի 1-ից է գործում նրա պայմանագիրը, դեռևս հենց նկարահանման պահին նույնիսկ պարզ չէ թե որ ֆուտբոլիստներն են հրավիրվելու հավաքական։ Մի տեսակ դանդաղկոտություն է նկատվում այս ամեն ինչում, բայց ամեն դեպքում հուսանք, որ հոլանդացի մասնագետը կհաջողի եւ մենք կուրախանանք բնականաբար մեր ազգային հավաքականի հաղթարշավով։ Մենք մի հատ մի քիչ ուրախ նոտայի վրա բարձրանանք, որովհետև ազգերի լիգայում կանանց, իհարկե կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Ղազախստանին։ Հիշեցնեմ, որ մենք նաև հաղթել էինք Լիխտենշտեյնի հավաքականին, խոշոր հաշվով։ Վերջին երկու հաղթանակները իրոք սենց աչք են ծակում, որովհետև վերջին շրջանում, շատ մեծ շրջանում կարելի ասել, Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը շատ տպավորիչ վատ ցուցանիշներ էր ունենում իրականում ու այս երկու հաղթանակները իրոք ոնց որ սենց տարբերվում են։ Հուսով եմ այս հաղթարշավը պատահական չէ, հաղթարշավ չկոչենք այս երկու հաղթանակները, բայց հուսամ, որ կշարունակվի եւ կդառնա հաղթարշավ ու կանանց ֆուտբոլը նույնպես Հայաստանում որոշակի
աճ կունենա ու բնականաբար ոնց որ սայլը տեղից կշարժվի։ Հաջորդ ինֆորմացիան եւ նորությունը, այսպես ասած, հետեւյալն է։ Հայաստանի հավաքականը հունիսին եւս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի։ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի թիմի դեմ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը եւ այն կկայանա Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում Երևանի ժամանակով 21:00-ին։ Ահա այսքան շուտ մենք արդեն գիտենք թե երբ, ժամը քանիսին է տեղի ունենալու, իսկ օրը ես ոնց որ չնշեցի հունիսի 9-ին է լինելու այդ դիմակայությունը։ Ընկերական խաղ, որը կարծում եմ մեր հավաքականին, մասնավորապես նոր մարզչով հավաքականին շատ կարևոր է ու շատ պետքական է, որովհետև մենք պետք է հնարավորինս շատ խաղանք, շատ խաղակցվեն ֆուտբոլիստները իրար հետ եւ նոր սխեմաներ եթե ներդրվեն մարզչի կողմից, իսկ ես չեմ էլ կասկածում, որ այդպես պետք է որ լինի, զարգացման ցիկլ սկսի։ Հաջողության առումով, ճիշտ ասած, ես դեռ չեմ շտապի ակնկալիքներ հայտնել, բայց ամեն դեպքում այս process-ը, ինչպես ասում են, տեղի ունենում։ Հաջորդ նորությունը, որին կանդրադառնամ, Էդուարդ Սպերցյանը ցավոք սրտի վնասվածք է ստացել։ 24-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Կրիլիա Սովետովի դիմակայության ժամանակ 69-րդ րոպեին վնասվածք ստացավ ու հետագայում հետազոտությունները ցույց տվեցին, որ այն բավականին լուրջ է եւ նա 1 ամիս եւ միգուցե ավելի հեռու կմնա ֆուտբոլային դաշտից։ Ես կարծում եմ Էդուարդ Սպերցյանը դեռ այն տարիքում է 24 տարեկան է, օրգանիզմը շուտ վերականգնմանը ոնց որ հակված է ու հետեւաբար սպասելու ենք նրան հնարավորինս շուտ խաղադաշտում։ Բնականաբար պարզ է, որ նա Վրաստանի հետ երկու դիմակայություններն էլ, որոնք տեղի են ունենալու մարտի 20-ին եւ 23-ին բաց է թողնելու, բայց Էդուարդին առողջություն ենք մաղթում եւ հնարավորինս շուտ ապաքինում ու վերադարձ խաղադաշտ, որտեղ սպասում ենք նրա փայլուն մրցելույթներին։ Կուզենայի մի փոքր հատված ընթերցել ՀՖՖ-ի մամուլի ծառայության հերթական հայտարարությունից, որտեղ նշվում է, որ հանրապետական մարզադաշտը որակազրկման վտանգի տակ է։ ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի Հայաստան Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ, այսինքն այն ինչ տեղի է ունեցել հանրապետական մարզադաշտում, այդքան էլ չի գոհացրել եւ հիացրել կարելի ասել ՈՒԵՖԱ-ի մեր գործընկերներին եւ նրանք դիտարկում են արդյոք կարելի է թույլատրել այդ մարզադաշտում հետագայում մրցելույթները։ Սա իհարկե շատ ցավալի բան կարող է դառնալ, դեռևս չի դարձել եւ հուսով եմ չի էլ դառնա, բայց ամեն դեպքում այդպիսի վտանգ կա եւ հետագայում եթե հանկարծ հանրապետական մարզադաշտը որակազրկվի ՈՒԵՖԱ-ի կողմից, մեր թե հավաքականը, թե ակումբները ստիպված են լինելու հանդես գալ այլ երկրի մարզադաշտերում, որտեղ որ թույլատրվում է ՈՒԵՖԱ-ի կողմից։ Կարծում եմ այստեղ խնդիրը երկկողմանի է, որովհետև կա որոշակի բողոքի ձայն, որը հնչում է թե երկրպագուների, թե ֆան շարժումների կողմից, թե ակումբների ղեկավարների կողմից եւ կա ֆուտբոլի ֆեդերացիա, որը այդքան էլ ոնց որ բաց չի նրանց հետ համագործակցելու, նրանց լսելու, առհասարակ լուծումներ փնտրելու առումով։ Ու այստեղ տուժում է հայկական ֆուտբոլը։ Այս սա ամենացավալի բանն է, որ տեղի է ունենում ներկայումս մեր ֆուտբոլային իրականության մեջ։ Վերջերս էլ Փյունիկ Արարատ Արմենիա դիմակայության ժամանակ 21-րդ տուրի Պրեմիեր լիգայի հանդիպման ժամանակ երկրպագուները դուրս եկան խաղադաշտ որպես բողոքի ակցիա ու այդտեղ ոնց որ կարմիր բերետավորները միջամտեցին 9 երկրպագուի ձերբակալեցին, 1 օրից կարծեմ ավել նրանց պահել էին ոստիկանության բաժանմունքում ու այս ամենը միայն խոսում է նրա մասին, որ հայկական ֆուտբոլում անառողջ մթնոլորտ է։ Գիտեք, կյանքում չի լինում, որ մի հատ խնդիր է առաջանում ու այդ խնդիրը միակողմանի է։ Խնդիրը առհասարակ ունենում է միշտ երկու կողմ։
երկրպագուներ ֆուտբոլի ֆեդերացիա։ Սիրած աղջիկ եւ տղա։ Ցանկացած ասպարեզում որտեղ ուզում եք նայեք, միշտ կա երկու կողմ։ Այդ երկու կողմերը մինչեւ չփորձեն իրենց եզրերը միացնել իրար, պարզապես վնասելու են ընդհանուր այդ միջավայրին։ Հրանտ Լեոն Ռանոսին անդրադառնանք, որովհետև նա վերջապես նորամուտն է նշել Կայզերսլաուտերնի կազմում 24-րդ տուրում 77-րդ րոպեին Կայզերսլաուտերնի կազմում փոփոխություն տեղի ունեցավ եւ Հրանտ Լեոն Ռանոսը վերջապես դուրս եկավ կանաչ խոտածածկի վրա։ Իհարկե որպես այդպեսին շատ տենց չառանձնացավ մեր երիտասարդ ֆուտբոլիստը, բայց ամեն դեպքում հուսով ենք, որ սա այն ամենասկիզբն է ու նորանոր քայլերով ու նորանոր րոպեներով նա ավելի ստաբիլ խաղաժամանակ կստանա մարշչի կողմից, մյուս մրցաշրջանում արդեն գոնե եթե ոչ հիմնական հարձակվող Կայզերսլաուտերնի կազմում, իսկ Կայզերսլաուտերնը ներկայումս երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Գերմանիայի երկրորդ առաջնությունում, այլ գոնե փոխարինման ստաբիլ առաջին տեխնացուն լինի։ Ամեն դեպքում Ռանոսից մեր սպասելիքները համոզված եմ մի փոքր այլ էին։ Վերջերս շատ է խոսվում ֆուտբոլում կանոնների փոփոխման մասին, որոշակի նորամուծությունների մասին։ Վերջերս նաև հաստատվեց, որ այսուհետև մրցավարները պետք է պատժեն այն դարպասապահներին, ովքեր 8 վայրկյանից ավել գնդակը կպահեն իրենց մոտ, ու հետևաբար, եթե 8 վայրկյանը անցավ եւ դարպասապահը դեռ գնդակով եղավ, նա պետք է վերցնի գնդակը դարպասապահից եւ թիմին մրցակից պարգևի անկյունային։ Ահա այսպիսի նորություններ են սպասվում ֆուտբոլում։ Ճիշտ է, այս կանոնը բավականին վաղուց կար, բայց ինչպես ասում են մրցավարները ավելի լոյալ էին այս ամենի հանդեպ։ Բայց ինչպես ասում են, խստացումներ են տեղի ունենում եւ իրավիճակ է փոխվում։ Այս ֆոնի վրա նաեւ կարելի է նշել, որ Պիկեն է առաջարկում փոփոխություններ ու շատ հետաքրքիր փոփոխություն են առաջարկում։ Իսպանացի նախկին պաշտպանը առաջարկում է բոլոր այն դիմակայությունները, որոնք կավարտվեն 0-0 հաշվով, ոչ մի թիմին չպարգևեն միավոր։ Ոչ մեկ չստանա որևիցե մեկ միավոր։ Ահա այսպիսի առաջարկ է անում Պիկեն։ Գրեք մեկնաբանությունների հատվածում արդյոք դուք կողմ կլինեք այսպիսի առաջարկին։ Սա ինչպես ասում են, ոնց որ խթան կարող է լինի, որպեսզի ակումբները այդքան պաշտպանողական ֆուտբոլ չխաղան եւ եթե տեսնում են 0-0 է ավարտվում, իսկ նրանց միավորներ են պետք է գնան առաջ։ Հաջորդ թեման, որին ես կանդրադառնամ, վերաբերվում է Վրաստան-Հայաստան դիմակայությանը եւ պետք է նշեմ, որ 6 ժամվա ընթացքում վրացի երկրպագուները գնեցին բոլոր տոմսերը մեր հետ դիմակայության համար։ Մեր ֆեդերացիան դեռևս չի հայտարարել տոմսերի վերաբերյալ նկարահանման պահին համենայն դեպս։ Հուսով եմ մենք այդպիսի ցուցանիշ նույնպես կարող ենք գրանցել ու բոլորս միահամուռ կերպով գնանք երկրպագենք մեր հավաքականին։ Թե ինչ ակնկալիքով կգնանք ու արդյոք մեզ պետք է հաղթանակ, ես հիմա դրա մասին չեմ խոսա, մենք կխոսենք դրա մասին մեր ֆուտարենայի շրջանակներում, Արտուրի հետ կքննարկենք արդյոք մեր հավաքականին պետք է դուրս գալ B դիվիզիոն, թե ոչ, բայց ամեն դեպքում նորությունը կա, մենք էլ անդրադառնում ենք։ Հենրիխ Մխիթարյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը, նրա մասին գրում են, որ ըստ աղբյուրների Միլանյան Գրանդում ցանկանում են ազատվել Հենրիխ Մխիթարյանից եւ դիտարկում են նրան փոխարինող որպես անգլիացի Մեյսոն Մաունտին, ով հանդես է գալիս ներկայումս Manchester United-ում, բայց թոբաթ է հանդես է գալիս, ինչպես ասում են։ Մեյսոն Մաունտ ոնց կարող է լինել Հենրիխ Մխիթարյանի փոխարինող ու առհասարակ ոնց կարող է Ինտերը ազատվել Հենրիխ Մխիթարյանից, հատկապես երբ Սիմոնե Ինձագին Ինտերի գլխավոր մարզիչն է։ Ես որպես Ինտերի երկրպագու չեմ հավատում այս ամենին։ Կուզենամ իմ կողմից հիշեցնել, որ Հենրիխ Մխիթարյանը եւս մեկ տարվա պայմանագիր ունի ու կարծում եմ այն ամեն դեպքում երկու կողմերն էլ կպահպանեն ու Հենրիխ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում նույնպես կլինի Ինտերի կազմում։ Goal.com-ը ներկայացրել է ոսկե գնդակի ֆավորիտների թարմացված ցանկը։ Ըստ
այդ ցանկի առաջին հորիզոնականում է Մոհամեդ Սալահը, Լիվերպուլում հանդես եկող, երկրորդ հորիզոնականում է Կիլիան Մբապեն, երրորդը Ռաֆինյան է, չորրորդը Յամալը, հինգերորդը Լևանդովսկին, 6-ը Վինիսիուսը, Բելինգեմը, Քեյնը, Վիրցը եւ Մուսիալան։ Ահա այսպիսի հերթականությամբ շատ չեմ ուզում մանրանալ այս թեմայի շուրջ, որովհետեւ սա պարզապես ենթադրություններ են, բայց փաստ է այն, որ ներկայումս լավագույն մարզավիճակը ու լավագույն ֆուտբոլը այս նշված ֆուտբոլիստներից ցուցադրում է բնականաբար Մոհամեդ Սալահը, անկոտրում մեքենա Լիվերպուլի գլխավոր շարժիչներից մեկն է։ Այս մրցաշրջանում կարծես լրիվ այլ մակարդակի է դուրս եկել։ Ուրախացնում է Մերսիսայդյան ակումբի երկրպագուներին։ Նեյմարը, ասեմ ձեզ, որ վերադարձել է հայրենիք, Սանտոսի կազմում է հանդես գալիս ու գիտեք ցավալին այն է, որ այնտեղ շլացուցիչ գոլեր է խփում, շլացուցիչ փոքրիկ պերֆորմանսներ է ունենում, բայց Նեյմար ջան, քեզնից երկրպագուները այլ կարիերային ակնկալում էլի, ոչ թե ահա այսպես sense վատնել այն տարիները, որոնք դու կարող էիր top մակարդակում անցկացնել։ Երևի թե այսքանն այն աչք ծակող նորությունները, որոնց ես կուզենայի այսօր անդրադառնալ, բնականաբար կուզենամ մաղթել համբերություն, գրեք մեկնաբանությունների հատվածում ձեր կարծիքները բոլոր այն թեմաների մասին, որոնք մենք այսօր շոշափեցինք, թե գլխավոր մարզչի, թե հավաքականի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, ուշադիր կլինենք ձեր մեկնաբանություններին ու միգուցե մյուս հաղորդման ժամանակ նաև ձեր մեկնաբանությանը կանդրադառնանք, կքննարկենք այն այսպես տետատետ, լավ եղեք, լայքեք տեսանյութը, բաժանորդագրվեք մեր սոցիալական հարթակներին և մենք կհանդիպենք արդեն շատ շուտով, հաջողություն։